որքան հիմի են ազատ խոսքին խոչընդոտում, բռնանում քրեական գործեր հարուցում, երևի աշխարհում ոչ միտեղ տենց չի եղել։ Երևի Կադաֆիի ժամանակ իր երկրում տենց չի եղել կամ Սադամ Հուսեյնի ժամանակ Իրաքում այդքան չեմ բռնաճնշումներ եղել, ինչքան հիմա։ Ժողովրդի նկատմամբ է։ Անխտիր բոլորի, անխտիր։ Ցանկացած մեկին, ինձ, ձեզ, մյուսին, մեր մասնավոր զրույցի արդյունքում կարող մի բան ավել խոսանք, մի բան պակաս, որը մասնավոր զրույց է։ Կտրեն կմոնտաժեն երկուսը քանեն ազգի դավաճան։ Այս ընտրությունների արդյունքում իրանց պետք էր մասով կա մարդկանց ապավել, որ գնային այդ մարդիկ սենց ծապտան ասեն, ու ԿՊ-ն եկել է։ Ով ասել որ մենք սխալ ենք արել, դատարանը մի քիչ ուրիշ ձև, ասել է ծախսերը բերել ես, այ տղա, դու կրվել ես, մի հատ ներողություն խնդրի, Ռադետ Քաշի գնա։ Դու 2 տարի ժողովրդին շուրջ 3 միլիարդ դրամից ավել փող թալանը տարել ես ապօրինի։ Ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ, այսօր Եվրամեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել եմ Երևանի ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես եմ շնորհակալ, որ այսօր այստեղ եք ու նմանատիպ դրական էներգետիկայով եք եկել։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, թերևս սկսենք Սահմանադրական դատարանի շուրջ կատարվող այս իրադրություններից։ Այ ինչ եք կարծում, Սահմանադրական դատարանը ի վերջո անկողմնակալություն կդրսևորի, թե սրանք ինչ որ իրողություններ հետաձգելու եւ ձգձգելու փորձ է ընդդիմության կողմից։ Սկսենք թերևս այս ամենակարևոր հարցից, որը այսօր շրջապատել է մեզ բոլորիս։ Տեսեք, ընդդիմությունը այլ քայլ չունի անելու, քան դիմելու Սահմանադրական դատարան։ Ինչու համար, եթե նա չդիմի Սահմանադրական դատարան, նույն իշխանությունը կմեղադրի, կասի դուք դիմեիք, միգուցե Սահմանադրական դատարանը կհիմնավորեր ձեր ասածը, դուք ձեր իրավունքից զերծ եք մնացել, չեք դիմել։ Այսինքն դու պիտի դիմես ապացուցած հերթական մի փաստ։ Այսինքն հերթականությամբ։ Հերթականությամբ պիտի գնաս։ Իմ գնահատմամբ դրական ինչ-որ ակնկալիքները Սահմանադրական դատարանից չպետք է ունենալ, որովհետև այնտեղ հավաքված թիմը, ովքեր որ հավաքվել են, նայեք Սեդա Սաֆարյանին, դուք նայեք Արտակ Զեյնալյանին կամ մի հատ ԿՊ-ական падգամավոր կամ մյուս, այսինքն մի հատ խումբ հավաքվել, որտեղից որ օբյեկտիվ, ինչ որ դրական, օբյեկտիվ գնահատական դու չես կարող սպասել, որովհետև այն մասսայական կեղծիքները, որոնք որ եղել են այս ընտրությունների ժամանակ, երբևիցե չեն ունեցել իր մասշտաբն։ Ինչու համար եմ ասում, որովհետև կյանքը գնալով էվոլյուցիա է ապրում, եթե նախկինում ասում էին, չգիտեմ, ընտրատեղամասից այդ արկղն էին գողանում, նոր արկղ էին բերում, հետո ասում էին տեղում լցնում են, այս անգամ լրիվ նոր տեխնոլոգիա է կիրառվել, այդ տեխնոլոգիան որն է, որ անհասկանալի մարդիկ ցուցակներում հայտնվեցին գրանցված հասցեներում, ամենավառ օրինակը Ռոբերտ Քոչյանի տան վրա գրանցված Տիկին Քնարիկը, ոչ չգիտեի թե Տիկին Քնարիկն ով է, այլ ազգիներ է այստեղ պիտի շեշտել, որ այլ ազգի ուրեմն մարդիկ են գրանցված եղել ամենատարբեր հասցեներով։ Եղել է անհասկանալի շատ մարդիկ գրանցված։ Իմ գնահատմամբ շուրջ 100,000 նմանատիպ մարդիկ եղել են։ Եղել է շուրջ շատ անհասկանալի անվավեր քվեներ, 17,000-ից ավելին։ Հաջորդին որ կա, վերջի պահին ցուցակների մեջ ավելացել են, նաև ասում են զինվորներին է գաղտնիա, բայց այդ զինվորների ցուցակը այդ մարդիկ իրան զորամասում եղել են, եկել են, այսինքն այդ ցուցակների մեջ կան, գրանցվում են, շարունակում են։ Հաջորդին դրատեղամասերը փակվելուց հետո տեսանք բազում շատ են քվեարկել, տոտալ հրամանատարը կանգնած, ստուգել մեր հաշվեհարդար են տեսնում այդ մարդկանց նկատմամբ, այնուհետև վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահում, աննախադեպ մակարդակի, գիտեք ինչ աստիճանի են չարաշահում, որ մի կին մոտեցել էր Քարոզ արշավի ժամանակ ուղիղ եթերով, ասում է քույրս ու եղբայրս աշխատում են ոստիկանական համակարգում, տեսել են որ ձեզ բարևել եմ, կանչել են, ասել են դիմում պիտի գրեք դուրս գաք, կամ մտնում են մարդկանց տները ցուցակով, ասում են ում եք ընտրում, ասում է ԿՊ-ին չենք ընտրում, ասում է հա ձեր աղջիկը բժշկուհի է, գիտեք էս հիվանդանոցում, մարդիկ ասում են այդ ձևի մեր ուղնուցուցը ճշտել, աղջիկս պսակվել գնացել է, դու գալիս ինձի հարցնում ես, որ ինչ անես, այդ ձեր վախի մթնոլորտ, հետո գիտեք ոնց է, Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում էր ձեր լիբարի փողը կտամ, ծաղիկի փողը կտամ, կաշառքի խոստում ուղիղ, շատ ուղիղ։ Վարորդների ուրեմն կտրված, հա։ Վարորդներին կամ կանգնում են մարդկանց, ասում էր, եթե ես չունենամ Սահմանադրական մեծամասնություն, լինելու է պատերազմ ծանր հետևանքներով, այսինքն քաղաքացուն ասում ես ինձ չընտրես, պատերազմ է լինելու, ուստեղ ինչ էր տեղ ունենում։ Այն մարդիկում երեխաները ժամկետային ծառայում են բանակում, լսելով այդ խոսքը, որ հնարավոր է պատերազմի, ահաբեկված գնացել իրան են ձայն տվել։ Այն մարդիկ, ովքեր գիտակցել են իրենց երեխան շուտով գնալու է բանակ, այս մարդիկ էլ վախեցած գնացել իրան ձեռն են տվել, այսինքն անարդար մրցակցային պայմաններ են ստեղծել։ Իսկ հիմա էլ ասում չէ, խաղաղություն է լինելու, այսինքն դու ինչ մարդկանց խաբում ահաբեկում ես, հաջորդը որ կա անհավասար մրցակցային պայմաններ։ Տեսեք, նույն իմ օրինակը ես բերեմ Տիգրան Ավինյանին, եթե փորձենք, նույն ես էլ եմ ավականի, ինքն էլ է ավականի։
եթե զուգահեռները տանենք թե կամ մյուս ավականներին ինչ որ մեկին մի հատ քննչական մարմին ինչ որ մի գործով անհանգստացել է, ոչ, բայց օրինակ մեր հիմնարկի հետ կապված որտեղ գլխավոր տնօրենը ես եմ, այդ հիմնարկի ինչ որ մի հատ հիմար գործ ուղարկել են, ճիշտ է, ինձ ոչինչ չէր ներկայացնում, բայց դու ստիպված կտրվում ես քարոզարշավից, վերցնում ես այդ փաթեթը, սկսում ես ուսումնասիրել, գնում ես մի հատ փաստաբաններ, ուզում ես ռիսկերը գնահատել, հասկանալ որ տակը դատարկություն է, այն պարագայում դատարկություն է, բայց ես քարոզարշավից 2 օր կտրվել եմ, զբաղվել եմ այդ գործով, այսինքն այն պարագայում, որ իրանք ինչ ուզե արել են։ Տիգրան Ավինյանը մարդկանց ասում է, այս այդի կլինի, ասում է, դե խոստումը շուտ տվել էի կանեի, բայց գործ չի արուցում։ Թալինի քաղաքապետը բյուջեի հաշվին սկսում է մարդկանց ինչ ասես անել, ամեն ինչ օքեյ է իրանց մոտ հասկանում եք ու այս պարագայում այդ լետեն սերտով ցույց ենք տալիս էլի վարչական ռեսուրսը օգտագործել են իրենք նույն ձևով շատ-շատերը պնդում են օթունթոյ իրավապահները գնան էդի մեծ ստուգեն գաղտնալսումներ իրականացնեն տեսնեն այդ ԿՊ-ականները այդ շտաբերի մոտերը կամ գիշերին ասում են մտել են մարդկանց փողել են տվել գյուղերում կամ մյուսերում այդ հարցերը ոնց է լինում դուք տեսել եք որ մի հատ իշխանական մեկին իրան գաղտնալսեն այդ էլ է ապօրինի մարդ իրավունք չունես դու գաղտնալսես գնում ես սկսում ես լսել մարդուն աճ ծա կոնտեքստից ու կտրում ես ցանկացած մեկին ինձ ձեզ մյուսին մեր մասնավոր զրույցի արդյունքում կարող մի բան ավել խոսանք մի բան պակաս որը մասնավոր զրույց է կտրեն կմոնտաժեն երկուսը կանեն ազգի դավաճան ահավոր էր հասկանում եք հետո մարդկանց մոտ մանավանդ արտահայտվեց ուժեղ Հայաստանի պարագայում իրանց հիմնական աշխատող ուժին բոլորին կամ ձերբակալեցին կամ կալանավորեցին կամ մյուսնարեցին այսինքն կար անհավասար մրցակցային պայմաններ դրան գումարած նաև արտաքին մեծ ազդեցություն տեղի ունեցավ այսինքն ինչ է նշանակում էլ Ամերիկայի նախագահն ասում էլ չգիտեմ Ռուբիոնա գալիս, էլ չգիտեմ ով է գալիս Հայաստան, բոլորը գալիս են, թակույց իրենց աջակցությունը ցույց են տալիս, էլ Թուրքիան է ասում, էլ մյուսն է ասում, բոլորը անխտիր, էլ այդտեղ չի լինում։ Ու իրանք ասում են մենք ընտրությունների արդյունքում էս ենք անում, ու իր ռեպրեսիաները, ագրեսիվությունը, իր լկտի հռետորաբանությունը, ԿՊ-ականները, խոսույթները, ամբողջ նկատել եք Երևանում հիմա ծառերը ոնց են ոչ լոտ է ահավոր ձևի, շիրա ու չգիտեմ, գիտեք դա ինչի արդյունք էր։ Այս ընտրությունների արդյունքում իրանց պետք էր մասովկա մարդկանց ապավել, որ գնային այդ մարդիկ սենց ծապկան ասեն, ու ԿՊ-ն եկել է։ Էդի այն կանաչապատման հոյակի ժողովուրդն էին։ Էդ էլ հերիք չէ, Բեգոյանն ասում, այ տղաք ու հերոսակներին առել ես, կանաչապատ գոտուրով հելնում էին, սենց սմբակների տեղերը մեկը տերում էր, ավիրեցին սաղ կանաչապատ գոտին։ Հա գեդինը մտնել չի կարելի։ Հասկացան, սկզբից ԵԱՍՄ-ի ժողովրդին էին տարել աղբոյի հետ կապված մարդիկ աղբանությամբ են զբաղվում, հետո այս մարդկանց հասկացան չի ավելավա կանաչապատմանը տանեն, դրա արդյունքում այդ մարդիկ ծառերը սրսկելու, էտելու մյուս գործը թողել են, եկել են ԿՊ-ի համար բան էին, մասով չկեին ապահոված, ծափ էին տալիս, մյուսն էին անում։ Դրա արդյունքում քաղաք եղավ այս վիճակում։ Այդպես բազում, sense որ սկսեն 2-3 օր ինձ պետքա ուտեն շարունակական նշեմ իրանք ինչ են արել, ոնց են արել, ոնց են շարունակում այդ ամբողջը։ Պարոն Մանուկյան, ընդ որում խոսեցիք ընտրակաշառքների մասին, այսօր Արդարադատության նախարարը հենց ուրեմն Սահմանադրական դատարանի դիմաց ասում է, որ ընդդիմությունը համատարած ընտրակաշառք է բաժանել։ Այս ամենի համատեքստում դեռևս չկա որևէ դատական ակտ, որը այո կապացուցի, որ ուրեմն ընտրակաշառքներ են բաժանվել։ Այս ամենի համատեքստում ինչ է դառնում Սրփուհի Գալյանը, ուրեմն շարունակում է հռետորաբանություն ցուցաբերել եւ շարունակում է պոպուլիզմով զբաղվել միգուցե, ինչ կասեք այս մասով։ Ձեր կարծիքն է հետաքրքիր այս հայտարարության վերաբերյալ, որովհետեւ սա լուրջ հայտարարություն է ըստ էության։ Տեսեք, ես Սրփուհի Գալյանին ուղիղ ուզում եմ հարց տալ, իսկ Սիմոնյան Գևորգը, առողջապահության նախկին փոխնախարարը թալանչի ու կոռուպցիոները բռնան ստացել են 2 ամիս էլ այդ մարդուն։ Շատ ուղիղ հարց եմ տալիս, հիմա ես իրեն եւ նաեւ ասեմ, այս տեսանյութ առանձին ես իմ մոտ եմ տեղադրել ուղիղ հարցը տամ։ Քանի որ իրանք միանգամից մեղադրանքը ճպաստում են մարդու վրա, ում վրա թեկուզ ձերբակալացել են, всё ընտրակաշառք, всё դատվավ, ինքը էս էր։ Մի կոնկրետ հարց եմ ուզում տալ։ Սիմոնյան Գևորգը կոവിഡ്ի գործով որ բռնետ արել են, հիմա ինքը կոռուպցիոներ թալանչի է, այդ մարդու գլխին գործ են սարքել։ Թող բարինի Սրփուհի Գալյանը այդ հարցին պատասխանի, դրանից հետո նոր վերադառնացան։ Հիմա գամ, գիտեք աբսուրդ ինչ Արդարադատության նախարարը մասնագիտությամբ էլ իրավաբան կա անմեղության կանխավարկած դեռ չգիտեն գործը կքննվի նույն Ծառուկյան Գագիկին նախորդ ժամանակ հիշում եք էլի ընտրակաշառքի գործով բռնեցին կալանավորեցին վերջում դատարանը արդարացրեց բայց այդ ժամանակ մարդուն սարքեցին ընտրակաշառք բաժանող նույն դրանց Սերգեյ Բագրատյանն Ղազագիր գրողը որ կար հենց կարկառուն ԿՊ-ականա դառը տղան էլ ինչ որ սալերկա մալերկա ոնց որ դրսից բերում իրավարի քրեական գործերն է բաներ եղել այս մարդը մի օրինակ ԿՊ-ի էլի թվացյալ է ժամանակ ԲԿ-ի թվացյալ էլի
կաշառք բաժանողներն էր։ Ախպեր ջան, մի հատ թող դատական վճիռ լինի փաստերով հիմնավորեք, նոր պիտակավորեք։ Աբսուրդ է։ Միանշանակ պոպուլիզմի ամենավատ արտահայտումը ու դա անում է արդարադատության նախարարը։ Սենց լուրջ դեմքով ինչ որ չես կարողանում հասկանալ, ոնց կանգնած ես բաներ է խոսում։ Աբսուրդ է, ուղղակի աբսուրդ է։ Հələ լավ օրինակի համար ինչ որ մեկը անհասկանալի անկենսագրություն, որ միանգամից падգամավոր են դարել, տես ԿՊ-ականը կանգնի խոսակ հասկանաս, կասես հա այդ մարդուն տես անհասկանալի բռնել բերել են, կամ այն որ գյուղի չոբանը դառնում է պարեկ, այդ պարեկը տես մի բան խոսակ, ասես հա այդ մարդը աշխատել է անասունների հետ, մեծ պատվով իր աշխատանքը կատարել է, գոմում իր աշխատանքը կատարել է, տես հայտարարությունը նորմալ է, չէր իմանա, այդ մարդուն կարելի է կովերից հարցը տալ։ Մի քանի օր Սրբուհի Գալյանն եղել է իրավաբան, ու սենց բան է խոսում, դա պոպուլիզմի ամենաբարձր մակարդակն է։ Սուրեն Գրիգորյանը մյուսը որ գնացել էր, դատարանում կրվել են կարմիր գծերը, դատարանն արձանագրել է, որ իրանց արածը ժողովրդին թալան է շատ ուղիղ, որովհետև ապօրինի գործ են արել։ Ֆռում ասում է ով ասել որ մենք սխալ ենք արել, դատարանը մի քիչ ուրիշ ձև, ասել է ծախսերը բերել ես, այ տղա դու կրվել ես, մի հատ ներողություն խնդրի, Ռադետ Քաշի գնա, դու 2 տարի ժողովրդին շուրջ 3 միլիարդ դրամից ավել փող թալանը տարել ես ապօրինի։ Հիմա դու գնացել ես նույն տրամաբանությամբ տղա ջան, այդ մյուսն ես անում։ Ես Սուրեն Գրիգորյանի ծնունդին ասի, քեզ ցանկանում եմ առողջություն, որ դու պատասխան տաս, գնաս բանտում, KGB-ի պատվալում, զղկաս այնտեղ խելքդ գա գլուխը, որ հասկանաս չկա լի ժողովրդի նկատմամբ բան անել։ Հիմա հավաքվել, այդ սինուսից կամպաշկա է հավաքվել։ Բանը Սրբուհի Գալյան, Սուրեն Գրիգորյան մեկնով է։ Այդ մի քիչ լավ չեմ ճանաչում ով է, մեկ էլ էդի։ Այն երկուսին կոնկրետ գնահատականը տվեցի ու Սրբուհի Գալյանին նորից եմ ասում, էլի լավ կլինի, օրինակ Սրբուհի Գալյանը նույն տրամաբանությամբ կանգնի ասի, որ Սիմոն Գևորգը կոռուպցիոներ թալանչի էր, կոവിഡും թալանեց, էս արեց, այն արեց, փողերը զղթկվավ։ Եթե դու մարդուն ասում ես, այս մեկին կանգնում ասում ես, որ դու կաշառակ ես, այն մյուսին էլ ասա։ Եթե դու կանգնում ասում ես, որ մենք ոնց էր ասը, պատժում ենք բոլորին, չէ՞, այնց որ միտքել էր խուճուճ արտահայտը։ Հիմա Երևանի քաղաքը 3 տարի գլխավոր ատագագի չի ունեցել, հողերը մեջ արել թալանել են։ Դրա հետևից քուրո ջան, խի չես գնում, մա շատ ուղիղ հարց եմ ուզում տամ։ Չէ, դրա հետևից խի չես գնում։ Գնա դրա հետևից, քո գործի անունն էդի է։ Ինչի հետևից ես ընկե։ Պարոն Մանուկյան, այսօր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարում է, որ ազատ խոսքը Հայաստանում երբեք այսքան պաշտպանված չի եղել, բայց միևնույն ժամանակ փողոցում ամենատարբեր հարցումները կատարելիս մարդիկ խուսափում են իրենց տեսակետը տեսախցիկի առաջ հայտարարել։ Բայց միթե ազատ խոսքը Հայաստանում այսքան պաշտպանված է, այսքան ազատ է, որքան էլ որ ԿՊ-ական падգամավորն է ասում։ Ով որ ասում է, որ ազատ խոսքը պաշտպանված է, գլուխը քայլն է տալիս, երեսը պատին է տալիս։ Ինչի համար իմ օրինակն ասեմ, երբ որ ես ասում եմ 105 մանկապարտեզը ժողովուրդ ջան, փնթի եք սարքել, թալանել եք, այդ մանկապարտեզը տեղին չի, մյուսը չի, ու մի հատ յոգուրտ եմ շփում, քաղաքական ակցիա ես անում, 5 տարվա մեղադրանք են ինձ առաջադրել, դատվում եմ ես դրա համար։ Երբ որ մարդիկ Facebook-ում մի հատ ստատուս են անում, նույն րոպեում այդ մարդկանց բռնում տանում, սկսում են դատել։ Նույն ձևով Ռուբիկը Հակոբյան, վառ օրինակ, ուրիշ բան չասեմ, հարցազրույցների ժամանակ միտք արտահայտում բռնում տանում են։ Միքայել Սրբազանը, սենց անթիվ, որ սկսեմ շարունակել, առնվազն 3 օր պետք է մնամ ձեր տաղավարում, որպեսզի հատիկ առ հատիկ ցույց տամ ինչքան տենց գործեր կա։ Դա կեղծա ու սուտ է, որքան հիմի են ազատ խոսքին խոչընդոտում, բռնանում, քրեական գործեր հարուցում, երևի աշխարհում ոչ մի տեղ տենց չի եղել։ Երևի Կադաֆիի ժամանակ իր երկրումը տենց չի եղել կամ Սադամ Հուսեյնի ժամանակ Իրաքում այդքան չեմ բռնաճնշումներ եղել, ինչքան հիմա։ Ժողովրդի նկատմամբ Անխտիր բոլորի, անխտիր։ Դուք տեսեք նույն ձևի, երբ որ Կարոլ Արշավի ժամանակ փողոց էինք դուրս գալիս, մենք խնդրում եմ կլինի անջատենք ուղի եթերն, ասում ենք ինչի համար անջատում ենք, մարդն ասում է գիտես ինչ կա, վախենում եմ, ասում եմ մենակ իմ համար չէ, աղբորս երեխու համար եմ վախենում, քրոջս փեսու, ասում ինչի համար, ասում պետական համակարգում են աշխատում, մի բան չշինեն, այդ մարդկանց չանեն, այսինքն տերորը այն մակարդակի է հասել, որ մարդիկ նույնիսկ իրենց հեռավոր ազգականի համար վախենում են։ Այսինքն տուժում եք դուք եւ տուժում է նաեւ ձեր ընտանիքը։ Միանշանակ, ընտանիքը մեծ հասկացողությամբ, մենակ ուղիղ ընտանիքի անդամները չէ, բարեկամներով կամ մնացածով։ Եվ այդ երրյակը հենց գնացել է սահմանադրական դատարանում արդարությունից է խոսում։ Աբսուրդ, գժանոց էլի, տրագիկոմեդիա է, անկեղծ եմ ասում։ Մտնայեք էլի դեմքերն ովքեր են ու ինչ են խոսում։ Շատ լավ։ Պարոն Մանուկյան, չեմ կարող չհարցնել նաև քաղաքապետարանում վերջերս տեղի ունեցած ծեծկտուքի վերաբերյալ, ինչ կարծիք ունեք դուք այս մասով եւ ինչի հետևանքներ սա։ Տեսեք, եթե իմ փոխարեն ստեղ նստած լիներ օրինակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, կասեր լակոտապետություն ասա։ Կասեր դուք խուժան եք։
Այն օրը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, «Մատ կողմնորոշվեք, մի դուք գողական եք, քուչի խուժան եք, ով եք դուք, թե քաղաքական գործիչ եք դուք»։ Ինչ է տեղի ունենում, էլի ընդհանուր առմամբ։ Բոլորին հայտնի է, որ քաղաքային իշխանությունը դա փոքրամասնությունների իշխանություն է։ Փոքրամասնությունների կոալիցիա է։ Երևան քաղաքում իրենց կոալիցիան ունի 50% քաղաքացիների ձայն։ Դրա արդյունքում մյուս կեղծիքը ասեմ, իրանք գողանում են ընդդիմադիր ավականու ձայները։ Նույն Հանրապետություն կուսակցությունը, Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունը, ընդդիմադիր ժողովրդին խաբելա, որ ընդդիմադիր է եկել է դառնա կոալիցիա, բայց այդքանով հանդերձ չի բավարար հանրային ձայնից է անասնագողություն է տեղի ունեցել։ Քաղաքական տերմին է, որպեսզի չստորանան։ Իմ խոսքերից իմիջիալը ստորանում են, գնում վրաս գրում են այդրանք։ Ասում են, մեզ ստորացնում է, խնդրած կլեմ ոչ մեկ չստորանա, ես տենց բան չունեմ, հակում չունեմ։ Դա անասնագողություն է։ Մարդիկ գողացել են տավաքայիներին, եկե իրանց համար ծառայում են։ Իրանք լեգիտիմության խնդիր ունեն, ճոճ ունեն։ Երբ որ իրանց դուրս ես գալիս, ամեն ինչ տանում ես, թուքումուր ես անում, որ չի կարելի, խոսում եմ 105 մանկապարտեզ, որ այդքանից հետո բացում նայել, գնում եմ մատը, սենց եմ անում, հլվում է շենքը։ Ասում, եթե այդքան տղակակ, ձեր սաղ ես ԿՊ-ական ես սաստավից, եկեք հենց մի ձեռն հետ բռնեմ, գնամ այդ մանկապարտեզի կողքը, բայց ով որ գրիպա թո չգա, որովհետև որ փռշտես կավա պատերը փլվի ինգնի, էլի։ Ասես նայում են գույն են տալի, գլուխները կախում են, զեն չեն անում, հետևից Ֆրում են Մայր Հայաստան, մեր ֆրակցիայի ժողովրդին, ասում են դուք լեգիտիմության խնդիր ունեք, 23 թվականին ասում է 21 թվականին Բարգավաճ Հայաստանը տարել այնքան ձայն, ինչքան 26 թվականին, իսկ մեր ֆրակցիան, քանի որ ի սկզբանե ձևավորվել էր այլ հիմքով, դա ինտելեկտուալ Հայաստան երկիր Ծիրանի կուսակցությունների համագործակցության արդյունքում էր ձևավորվել, հիմա Մայր Հայաստան կուսակցությունը, որը որ այս դաշինքի հետ տրամաբանորեն կապ չունի, հա, նույն մարդիկ են, այս մարդիկ են, իրանք են ստեղծել, սա հիմքով են վես ստեղծել, իրանք գնաց է Բարգավաճի հետ մասնակցել են ընտրության, ասում են նույն ձեներն են տարել, հետևաբար 23-ին որ ձեները տարել եք, դա չի եղել ձեր ձեները, դա եղել է Ռոբերտ Քոչարյանի, արա ում ձեներն ուզում ալի, մենք ենք եղել ցուցակի մեջ, մարդիկ եկել մեզ մաքուր ձենը տվել են, մենք ասում ենք դուք թալանչի եք, դուք ընտրակեղծար եք, դուք ասում եք 23 թվականին այսքան ձեն եք տարել, մի խի այսքան ձեն չեք տանում, հետո, ու դրանից հետո ինչա տեղի ունենում։ Դրանից հետո շիշը վերջնում շպրտում են, շիշը շպրտելու համար ուղի հետ, բաթարադատության չնախարար դարի միասը, բա դու աշկ չունես, տեսողություն չունես, չես տեսել, որ ծես կրտուկա, քրեական գործ չի արուցվել, չես տեսնում, որ վարչության պետերից մեկը, այն հասարակական կարգի են լկտի վարքագծով, որ գնում գալիս է կանգնած տեղը, պատական, քաղաքապետն էլ այնտեղ կանգնած է, մի հատ ապտակում է մեր ավականներից մեկին, քաղաքապետ, բա դու այնտեղ կանգնած ինչ էր, տանձի պոչ էր, ինչ էր, քու ներկայությամբ դու ասում ես հանգստացի քու ենթական, եթե լկտի է պահում, դա այդ ոտնձգությունը քո նկատմամբ ան դու ո՞նց ես դա թույլ տալիս, որ քո ներկայությամբ այդպես լկտություն տեղի ունի։ Այսինքն ակնհայտ էր, որ իրանք կազմակերպել են այս սադրանքը, վերջում էլ այնքան էին խառնում իրանք իրար էին ծեծում են սպորտի վարչության պետը, որի միջալը պարկեշ սպորտսմենն է եղել։ Ես չեմ կարող հասկանալ, մի քիչ ջայնացել էր քաղաքապետարանի աշխատողներին, որ լկտի էին պահում, վերջում տալիս էր պոլերին, թե խառնել էր իրար, վերջում տալիս էր գեդին աշխատակիցներին։ Վերջում իրանք իրար էին ծեծում, դա էլ էր աբսուրդ, էլի։ Ու հաջորդիվ, երբ որ մեր Սարգիսի ավականներից, մեր գործընկեր աշկերը կապտած խոսում է ինքը, առ երևույթ տեսնում ես, որ միջին կամ ծանր մարմնական վնասվածք է հասցվել։ Դու տեսնում ես խմբակային հարձակում։ Դա քրեորեն լուրջ պատժելի առարկա։ Ու Արդարադատության նախարարություն, գլխավոր դատախազություն, քննչական կոմիտե ոչ մեկը մատին չեք տալիս։ Մի օրը պատտվում այդ մարդը գնում է բժշկի, այդտեղ բժշկի ժամանակ է գալիս են ոստիկանները սկսում են գողական գնալ, դա էլ է աբսուրդ։ Բայց ամենաթողությունը ինչի հետևանքն է։ Ասեմ ինչի հետևանքա, Նիկոլ Փաշինյանը ինքը հասկանում է, որ այս ընտրությունները կեղծելու արդյունքում էլ ինքը լեգիտիմ ընտրված չի։ Հասկանում են, որ իրանց միակ բրենդը, որ ասում են ընտրություններ չեն կեղծել են իրանք, վերջում էլ Բարգավաճի 60,000 ձենն են ուզում գողանան ուտեն, բգներին կանգնի այդ ձենն էլ, ասում իրանք որպեսզի ոչ մեկ չխոսա, գնում են լկտիության։ Այսինքն իրանք հասկանում են, որ ոչ մեկ այսօր ոստիկանությունից չի վախենում, իրանք հասկանում են, որ օրինակ արդեն նստելը մարդկանց դառել է սովորական մի բան, սա տեսնում են բոլորին տանում են ինչ տարբերություն էլի միլիարդատիրոջ երկրորդ նախագահի չգիտեմ շարունակական ցուցակը կարող են կազմել միջև շարքային քաղաքացու հետեւաբար այդ գործիքն չի ազդում սկսել են իրանք մարդկանց ծեծելով վախի ծեծի մթնոլորտ իրանք քարոզել այսինքն իրանք ծեծում են ու անպատժելի են դառնում սա վերջը լավ բանի չի տանելու հասկանում եք այն պարագայում որ նայում են քաղաքով ամբողջ երկրով մեկ օրական մի հատ կրակոցի սպանում են իրար մյուսն են անում վաղը արդեն
ասեն քաղաքական հաշվարկներ մեկը մյուսի նկատմամբ կտեսնի, որն աբսուրդ է հասկանում եք, ճիշտ է, մենք քննադատում ենք, ասում ենք բռնությանը դեմ են, չի կարելի բան չի արել, բայց երբ որ մարդ մնա միայնակ հասկանա, որ իրան ծեծում են, ոստիկանությունը չկա, բան չունի, այս մարդը կարող անկառավարելի դառնա, ու սրա մեղավորը իշխանությունն է։ Սրա մեղավորն իշխանությունն է, այս բոլորն իրանք անում են, որպեսզի լռեցնեն քաղաքացիներին, բայց դա չի ստացվելու իրանց մոտ, հասկանում եք։ Ի վերջո խոսեցինք ազգային ժողովի ընտրությունների մասին, վերցնելու են ընդդիմադիրները մանդատները եւ հենց դուք падգամավորի տեխնացու եք, հա, առաջադրված, դուք ինչ կարծիք ունեք, դուք կվերցնեք մանդատը, կգնաք ազգային ժողով, կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հետ ուրեմն քննարկումներին, հարց-պատասխանին եւ եթե մասնակցեք, ապա առաջին ձեր հարցը որը կլինի Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք, նախ սկսեմ նրանից, որ քննարկումներ է գնում ու կոնսուլտացիաներ է գնում ընդդիմադիր ուժերի միջև, որը շատ ողջունելի է, որովհետև Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը միայնակ ոչ մեկ չի կարողանա, դեռ այդ պայքարը դու պայքարում ես ոչ միայն այդ փոքրիկ խմբակի այդ կույտի հետ, այլ դու պայքարը տանում ես մեծ պետությունների Թուրքիայի, չգիտեմ Էրդողանի կամ Արևմուտքի մյուս երկրների դեմ ես քո կռիվը տալիս, հետեւաբար համախմբված պետք է լինի։ Կոնսուլտացիաներից հետո ինչպես թիմը որոշում կկայացնի, ես գնալով ընտրություններին գիտակցել եմ, որ կլինելու է A եւ B տարբերակ։ Այն որ Նիկոլ Փաշինյանը իշխանություն չի տա, չի կեղծի, դա ես գիտակցել եմ, որ դա տարբերակն է։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որպեսզի ընտրությունները չհանձնի։ Եվ այս տարբերակը նույնպես սցենար եղավ, որը դու կանխատեսել ես հնարավոր է լինի։ Եվ մյուս տարբերակը, որ ինքը գիտակցեր, չկեղծեր ու ուրիշ պատկեր կլիներ։ Հիմա այս տարբերակում, եթե որոշում կայացնեն, որ գնում են խորհրդարան, գնում են կռիվ տալու, նույն ձևով եթե թիմը որոշում կայացնի ու նաև եթե իմ հերթն էլ հասնի, որ թե ես լինեմ, իհարկե պետք է գնաս քո խրամատը չլքես, կռիվը տաս ու դու շարունակես այդ կռիվը։ Եթե որոշում կայացնեն, որ դուրս են գալիս ու նաև իրենք գնում են փողոցային կամ այ պայքարի միջոցով, ցանկացած որոշում ես կհարգեմ։ Այստեղ հարցը հետևյալն է, արդյոք եթե դիմությունը չի գնում խորհրդարան, լեգիտիմ համարվում է թե չէ, կա Վրաստանի օրինակը, որտեղ որ մարդիկ շարունակում են, տեսեք իրենց գործունեությունը առանց դատարկ դալիչներում են իրանք անում, կամ այս գնահատական տվողնով պետք է լինի արևմուտքը, այսօր արևմուտքը Նիկոլն ինչ անում է, իրանք ջայլամային քաղաքականություն են վարում, այսինքն ինչ ուզում ես գնա արա, ու դրա դառը պտուղները քաղում են մեր քաղաքացիները, որտեղ Ռուսաստանն արդեն սկսել է սանկցիաներ կիրառել, իսկ մենք առանց մեր բնական դաշնակցի հետ համագործակցելու այս պարագայում ԵԱՏՄ շրջանակում մեր տնտեսությունը ուղղակի կկախվի։ Եվ եթե մեր տնտեսական որոշակի ակտիվություն կա, մեր առաջի 10 հարկատուներից առնվազն 4-ը ուղիղ կապ ունի այս ուկրաինա-ռուսական պատերազմի հետ։ Այսինքն մոբայլ ցենտրը իրան որ ճղեր չէր կարողանա երբևիցե ինքը դառնալ առաջի հարկատու կամ Vega թե Vesta ընկերությունը կամ մեր բանկերը որ այսքան շատ հարկ են վճարում իրենք։ Այսինքն ուղիղ դա կապ ունի ԵԱՏՄ-ի հետ։ Կապված Նիկոլ Փաշինյանին ինչ հարց կտամ թե չէ, գիտեք, sense հələ չգիտեն գնում են թե չեն գնում, չգիտեմ իմ հերթը հասնում է չի հասնում, չգիտեմ մյուսն ինչա, մի հատ է որոշում Նիկոլ Փաշինյան, այնքան հարց կա տալու Ատերը չլինի, դուսնը չլինի, մյուսն էլ այդ հարցերը շատ ալիներ տալու, բայց այդ տալու հարցերից մեկն է որ կա, մի օր հարց եմ տալու, ասում եմ կառավարության դեմ է, որ հելար հիստերիկի պես գոռացիր, ասիր Գրիգորյան Մանվելի ոսկի թրերը, բան, հետո գնացի պարզեցի, որ ոչ թուր ա եղել, ոչ մյուսն ա եղել, այդ էլ հերիք չի գնացելա ջերասուզակներին ինչ ասելա, ընդեր մի հատ լիճ կա, դրա տակնա ոսկի մանեկ է, գնացեք կենթաների վանդակի տակնա քանդե ոսկիներին, իտալացիների արկածները Ռուսաստանում այդ կինոյի ազդեցության տակ է մնացել, հələ հարցնել եմ այդ թրերը որ գտել ծարար ձեր տուն, ինչ արի, թրերը կար, չկար, դա կարելի է, ինչ հարց ասես կարաս տաս էլի դրանց, բայց նաև սենց ասեմ ձեզ, ես հույսս չեմ կտրում, որ ՍԴ-ի անդամները պետք է գիտակցեն, որ իրենք այն մարմինն են, իրանք ներկայացնում են արդարադատության այն մակարդակը, որ իրենց որոշումից կապված է մեր երկրի ապագան։ Թող հույսը վերջում մեռնի ինչ խոսք, բայց առհասարակ ընդդիմադիրները անկեղծ են ժողովրդի հետ այս պահի դրությամբ առնվազն։ Ես ասենց ասեմ, ես միանշանակ անկեղծ եմ, շփվում եմ ամեն օր ժողովրդի հետ, իմ գործունեության որպես արդեն հանրային մարդ գործունեության 3 տարիների ընթացքում միշտ եղել եմ քաղաքացիների հետ, այսինքն անկեղծ չլինելու պարագան որտեղ անկեղծ չեն։ Այսինքն իրանք որտեղ անկեղծ չեն։ Մի խնդիրն է նա որ առնվազն այսօրվա իրողությունների հետ կապված մանդատները կվերցնեն թե չեն վերցնի, որովհետև անորոշության մթնոլորտն են պարուրել ժողովրդին։ Դա այդ քննարկումների մեջ են
որովհետև միանձնյա որոշում կայացնելու խնդիր չի։ Բայց ի վերջո պատասխան են ակնկալում, չէ՞։ Ես օքեյ, պատասխանը, օրինակ Հայաստան դաշինքի օրինակը ձեզ բերեմ, մեր Հայաստան դաշինքի որոշումը նաև պայմանավորված է ընդդիմադիր դաշտի հետ։ Ինչի համար, որովհետև մի բան ապրիորի պատկերացնենք, մենք ասում ենք մենք չենք վերցնում, հիմնավորում ենք ինչի համար չենք վերցնում, մյուս ուժը վերցնում է։ Այսինքն դու անհասկանալի է դառնում կամ հակառակը։ Դու ասում ես ես որոշում եմ, որովհետև ցանկացած որոշում կայացնելուց եւ մանդատը վերցնում ես, պիտի քո քաղաքացուն քեզ ընտրողին բացատրես ինչու համար ես դու վայեցրել եւ դրա հաջորդական քայլն ի՞նչ է լինելու եւ չվերցնելու պարագայում նույնն է։ Այսինքն դու ասում ես ես այդ խրամատը լքում եմ, դուրս եմ գալիս, որովհետև համարում եմ տ, այսինքն բոլորի պատասխանը հիմնավորումը դու պիտի կարողանաս տաս ու շփվես։ Իհարկե դու չես կարող քեզ ձայն չտված 500,000-ից ավել ընդդիմությանը ձայն են տվել։ Այսինքն այս մարդկանց դու չես կարող չկանգնել, չկիսվել։ Մեր ուժի պարագայում շուրջ 150,000 ձայն ենք մենք տարել։ Այս պարագայում մենք այդ քաղաքացիների առաջ հաշվետու ենք եւ պարզա որ մենք պիտի պատասխան տանք ու իրանց հետ կիսենք։ Ինչու համար ենք մենք գնում այդ որոշմանը։ Շատ լավ։ Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, հուսով եմ հավանեցիք մեր առաջի հարցազրույցներ։ Շնորհակալ եմ շատ։ Եվ նմանատիպ դրական էներգետիկայի համար ամենակարևորը։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում է Երևանի ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։